Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 15-ի համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք խոյերի։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 15-ին։ Շատ աշխատանք, գիրեք է, բայց շատ աշխատանք կունենաք։ Միգուցե նաև այցելում եք հիվանդանոց կամ որևէ կոսմետոլոգի մոտ, եթե նման հնարավորություն ունեք, ապա կարող եք այցելել։ Նաև այդ օրը վիրահատություն է ոմանց համար, վիրահատություն կարող եք անել։ Նաև ուշադիր եղեք սուր գործիքների նկատմամբ։ Ոմանք, ովքեր որ տանն են աշխատում, հնարավոր է պատվերներ գրանցեք կամ ձեր բիզնեսը առաջ տանեք, եթե բիզնես ունեք, ինչ-որ գործեր կանեք շատ։ Միգուցե նաև պաշտոն է բարձրանում, որ օրինակ երկուշաբթի օրվանից արդեն մեկ այլ բան պետք է աշխատեք։ Եվ կտրուկ ինչ-որ քայլ կանեք, միգուցե աշխատանքի հետ է կապված։ Ինչ-որ որոշում կկայացնեք եւ անմիջապես այդ որոշումը կգործեք։ Ինչ-որ բան կփոխեք նաև ձեր կյանքում։ Եվ գործերը առաջ կմղեք այդ օրը, շատ կլինեք ճանապարհներին, տարբեր ճանապարհներ կգնաք, ոչինչ չկա պահող ձեզ։ Եվ իհարկե ճանապարհին ուշադիր եղեք։ Այստեղ սուր գործիքներ կան, բաներ կան, դրա համար ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ ուզում եմ ասել, որ այստեղ ինչ որ առաջ գնալու համար, ինչ որ գործեր անելու համար, միգուցե պետք է ինչ որ մի բան հիմքից սկսեք կամ քանդեք, նորից անեք։ Հիմա այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 15-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում։ Միգուցե դուք պետք է լինեք խորամանկ։ Նաև ուշադիր եղեք, այստեղ կարող է խաբեբա է, ոչ թե խորամանկ է, խաբեբա է։ Չէ, ավելի շուտ խորամանկ է։ Միգուցե նաև դուք պետք է լինեք խորամանկ, ոչ հաջողության հասնելու համար, ավելի շատ սա ձեր կողմն է, քան դիմացինն է այդպես։ Նաև փոփոխություն է սպասվում ձեր կյանքում, փոփոխություն է մտնում ձեր կյանք։ Եվ իհարկե այստեղ հղիություն, ծննդաբերություն, փոփոխությունը նաև կարող է լինել տարածքի, տան, քաղաքի եւ այլն։ Եվ ոմանց այդ օրը սիրո խոստովանություն կանեն, դուք սիրո խոստովանություն կանեք, շրջապատից շատ սեր կստանաք, ուշադրություն դեպի ձեզ։ Ոմանք կարող են գնալ ժամադրության, հարազատների հետ ժամանակ անցկացնեք այդպես կամ, որ ինչ-որ մի բան է ձեզ մոտ փոխվում, դա ձեզ շատ է ուրախացնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 15-ին։ Ոմանք հարսանիքի կհրավիրվեն, այդ օրը կամ հրավիրված եք արդեն, ոմանք նշանադրության, նաև ամուսնության առաջարկ ձեզ կանեն, դուք կանեք, պայմանագիր է, որը կարող եք կնքել, որ երկուշաբթի օրվանից արդեն օրինակ աշխատեք կամ ինչ-որ մի բան անեք։ Նաև ինչ-որ ցիկլային գործ է, որ ամբողջ օրը նույն գործը կանեք։ Եվ հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, նաև ոչ կնոջ հետ կարող եք հանդիպել, խոսել, տեսնենք ով է այս կինը։ Ինչ որ մեկն է, ով կարող է ձեր տրամադրությունը գցել իրեն հանդիպելուց հետո։ Այդքան էլ լավ կին չէ։ Կամ իր մոտ կորուստներ կան, միգուցե կիսվում է ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 15-ին։ Բացվել էր։
Ուրեմն էմոցիոնալ կլինեք բավականին շատ, ոմանք կհանդիպեն իրենց մայրիկին, դե ինչ-որ շրջապատում կլինեք, էմոցիոնալ, տարբեր մարդկանց հետ, միգուցե նաև այնպիսի մարդիկ են, որ բարձրաստիճան կամ այնպիսի պաշտոնավոր կամ ֆինանսապես ապահովված եւ իրենց հետ կարող եք լինել եւ էմոցիոնալ, այդպես ձեզ լավ զգաք։ Ոմանց համար սա ռոմանտիկ ընթրիք է, ռոմանտիկ ժամադրություն է, ինչ-որ բաներ են, որոնք որ գաղտնի են մնում, ինչ-որ բաներ ակնհայտ չեն, ձեզ համար։ Եվ կյանքի նոր իմաստ կգտնեք այդ օրը, կյանքում նոր որևիցե պարտավորվածություն, միգուցե պաշտոն է նաև սա, առաջ խաղացում է աշխատանքում եւ ավելի իմաստուն կլինեք, կզգաք, որ ավելի տեսակ հասուն եք մտածում, ուրիշ ձև եք արդեն մտածում։ Այդ օրը նաև գումար կծախսեք եւ գումար կստանաք։ Կամ նայեք կամ նայեն, համբեր դրանով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մարտի 15-ին։ Այդ օրը ուշադիր եղեք կտրող գործիքներից, սուր գործիքներից, ոմանք կարող վիրահատություն եք անում այդ օրը, նաև ինչ-որ մեկին կարող եք հանել ձեր կյանքից, ինչ-որ բան կարող եք հանել ձեր կյանքից, նաև ինչ-որ մի բան նորովի սկսեք, հիմքից սկսեք այն անել։ Եվ հանդիպում շփում որևիցե կնոջ հետ, միգուցե այդ կնոջն եք հանում ձեր կյանքից։ Չէ, սա կամ ձեր թոռների մայրն է, այսինքն ձեր հարսը կարող է լինել, կապված է ոչ երեխաների հետ, միգուցե դաստիարակ է, միգուցե դպրոցի ուսուցչուհի է, նաև կարող է իմանաք ձեր աղջիկը հղի է, ձեր թոռնուհին հղի է, կամ ձեր հարսն է հղի, կամ արդեն ծննդաբերում են այդ ժամանակ։ Եվ սա նոր բիզնես է, որը այդ աղջկա հետ կամ կքննարկեք կամ կանեք, կամ ձեր աղջիկն է սա նաև նոր կյանք է սկսում, միգուցե ձեր քույրն է, ինչ-որ մի երիտասարդ աղջիկ է։ Նոր կյանք է սկսում, նոր աշխատանք, նոր միջավայր եւ այլն, իր կյանքում ամեն ինչ նոր է։ Եվ այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, այն ինչ որ ուզում եք, հերվից ինչ որ մեկի մասին որցել լուր կիմանաք, տեղեկատվություն կիմանաք եւ ճակատագրական որևիցե մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 15-ին։ Խոչընդոտներ, կույսերին, կարիճներին չի։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 15-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է այս աղջիկը։ Միգուցե ինչ-որ ասեղներով գործեր անում, կոսմետոլոգ է, միգուցե վիրահատվում է, միգուցե իրեն հանում եք ձեր կյանքից, կամ իմանում եք, որ ինքն է իր կյանքից ինչ-որ մեկին հեռացրել, հանել, կամ ուզում է նոր կյանք սկսել, նոր ինչ-որ մի բան հիմքից, քանդում է նորից է հավաքում։ Եվ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեկը մյուսին չվնասի։ Եվ այդ օրը հաջողություն ունեք յուրաքանչյուր գործերում, ինչ էլ որ անեք, եթե այստեղ առիթ է, ապա կարող եք նաև վնասվել։ Գուցե աղջիկա առիթն է։ Ոմանք այդ օրը առիթ ունեն, ծնունդ, կնունք, հարսանիք եւ այլն, նաև հասարակական կյանքն է, գուցե հասարակական գործունեություն եք սկսում կամ ցույց է տալիս, որ հասարակության մեջ եք լինելու շատ, կամ նման վայրեր եք այցելելու, որտեղ ոչ շատ մարդիկ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 15-ին։ Ինչ-որ մի բան է ձեզ մոտ կայունանալու, կարգավորվելու ոչ ոլորտ, որը
ձեզ մոտ, ինչ որ կաղում էր, այդքան էլ լավ չէր։ Բայց կայունության հետ մեկտեղ ինչ որ մի բան եք գնալու, նորին տեղ բացելու համար, գնալուց կարող եք վիճել ինչ որ մարդկանց հետ։ Կարող է դա ձեզ դուր չի գալ։ Բայց պետք է հասկանաք, դա լինում է կայունության համար, որ ամեն ինչ ի վերջո կարգավորվի ձեզ մոտ։ Դա համար պետք է ինչ որ մի բան բաց թողեք առանց վեճի։ Նորին է դա տեղ բացում, նոր է լինելու, նոր բան, որը ավելի լավ է լինելու ձեզ համար, քան սա։ Տեսնենք այս վեճը։ Ի վերջո վեճը լեզվակռվից հետո կարող է, կամ լեզվակռիվ է լինելու, կամ լեզվակռվից հետո կարող է ավելի թեժանալ ուղղակի վեճը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 15-ին։ Ույ, ինչ նույնն է տակն են գնում։ Հաջողություն ունեք այդ օրը, յուրաքանչյուր բան հաջողությամբ կանեք։ Նաև տան հետ կապված ինչ որ հարցեր են, որոնք որ գլուծեք, միգուցե տեղափոխություն է, մաքրում է ընդհանուր, հյուրեր եք ընդունում, ծնունդ եք գնում եւ այլն, ինչ որ մի բան է, որը կապված է տան մեջ, տան հետ։ Եվ ոմանք կգնան ժամադրության, ուրախ պահեր են այստեղ, անակնկալներ, նվերներ, հնարավոր է առիթը այստեղ տանը։ Եվ նաև ոմանց համար սա սիրային ժամադրություն է։ Այսքանը ձեզ համար։ Միանալի օրեր, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 15-ին։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, նշանադրության, ոմանք այդ օրը պայմանագիր կկնքեն, նաև ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, այստեղ կարող է ինչ-որ գաղտնիք է բացահայտվում ձեզ համար, որ զարմանում եք դուք եւս, անսպասելի էր ամբողջությամբ։ Եվ նաև ինչ-որ մի գործ է, որը կարող եք անել ամբողջ օրվա ընթացքում, նույն բանը անեք անընդհատ։ Այդ օրը ոմանք ուսմամբ կզբաղվեն, ոմանց մոտ սա գաղտնիք է, որը կբացահայտվի այդ օրը։ Եվ ոմանք ժամադրության կգնան, ոմանք ինչ-որ անակնկալներ է, ուրախ պահեր են, ինչ-որ ծնունդ է, նվերներ են, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Դա այստեղ է ինչ-որ հետաքրքիր պահեր կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 15-ին։ Ոմանք առիթի են այդ օրը լինելու, հարսանիք, նշանադրություն, ոմանք այդ օրը պայմանագիր կկնքեն, ոմանք այդ օրը մշտապես նույն գործը կանեք, առավոտից իրիկուն նույն գործը կանեք։ Նաև դա ամուսնության առաջարկ է, սիրո խոստովանություն կամ դուք կանեք կամ ձեզ կանեն։ Նոր կարող են հրավիրել ձեզ, որը չէ առիթի։ Այդ օրը գումար կծախսեք, նաև գումար կստանաք։ Եվ փոփոխություն է մտնում ձեր կյանք, ինչ որ հիմքից ոչ մի բան կփոխվի ձեզ մոտ։ Ոմանց մոտ հղիություն, ծննդաբերություն կարող է լինել, ոմանց մոտ տան փոփոխություն, տարածքի փոփոխություն, ոմանց մոտ էլ կյանքում ինչ որ մի բան է, որը կփոխվի։ Դա ընդհանրապես սա դեպի լավն է լինում։ Դա հետևում քարտ չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 15-ին։ Ճանապարհ կարող եք գնալ, շատ լինեք ճանապարհներին, այն կողմ լինեք։ Նաև գործեր առաջ կմղեք, ինչ որ հնարավոր է առաջ կմղեք։ Նաև կարող եք վիճել ինչ որ մեկի հետ։ Ճակատագրական քայլ է սա։ Այդ վեճը կարող է ձեզ համար բերել շատ դժվարություններ, կամ դժվարությունների պատճառով եք վիճում։ Եթե ոչինչ չկա, ուղղակի վիճում եք, կարող դա ձեզ բերել դժվարություններ հետո, խնդիրներ հետո, որտեվ կարծես թե այնպեսի տեղում եք վիճում, որ դա ձեզ համար ճակատագրական է լինելու։ Ուշադիր եղեք, որտեղ եք վիճելու։ Ում հետ եք վիճելու։
Եվ այդ օրը նամակագրական կապ է սա, փաստաթղթեր են, որոնք որ կաշխատեք հետը, ցուցակ եք կազմում, գնաք խանութ կամ որևէ տեղ։ Եվ ծրար է սա, ծրարով ինչ-որ մի բան կստանաք, միգուցե գումար եք դնում, հա, տակ վճարեք ինչ-որ մեկին, եւ եթե այստեղ օրինակ տուն պետք է մաքրեք, չեք վիճում, հա, օրինակ տուն եք մաքրելու, ապա այստեղ զգուշ եղեք, կամ ուղղակի կարող է թե զգուշի հարց է, այլ ուղղակի այդ օրը կարող որոշեք տան իրերը, նո ինչ-որ փաստաթղթերը դասավորել եւ ավելորդ փաստաթղթերը հանել դուրս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 15-ին։ Շատ շփում, խոսակցություն, գուցե նաև լեզվակռիվ է, ի վերջում դա լինում, կախված է թե ում հետ եք խոսելու, թե սիրային է եւս, հա, ով վերջում ինչ-որ մի բան առաջարկեք, նա դեմ լինի։ Եվ դա անհանգստություն է նաև, անհանգստություն է ինչ-որ մի բանի համար։ Եվ խոչընդոտներ կան այդ օրը, պետք է հաղթահարեք, տեսնենք ինչ խոչընդոտներ են դրանք։ Ընկերն է կամ ստեղծում, միգուցե ընկերոջն է պետք օգնել, իր մոտ է խոչընդոտներ, միգուցե նաև ձեր ընկերն է օգնում ձեր խոչընդոտները կարգավորելու համար։ Այդ որ նաև եւս ունեք ձեռք, որը ձեզ կօգնի, կաջակցի, միգուցե ընկերն է եւ այդ ընկերը ավելի հզոր է։ Նաև ուշադիր եղեք, եթե մեքենա եք վարում, այդ ավտոտեսուչներից եւ նաև դա ուժային կառույց է, դա այդ որ գիրակ է ուղղակի չեք կարող նմանատիպ տեղեր գնալ, չնայած թվում բաց է, չէ։ Կարող եք նաև այցելել, ուշադիր եղեք այստեղ եւ նաև դա հովանավոր է, եթե ինչ-որ մի բանում օգնություն է ձեզ պետք հենց ձեր ուսերին, հա, ոնց որ մեկը կանգնած լինի, ապա նա կօգնի ձեզ, եթե դիմեք իրեն, կօգնի, ինչ-որ մեկն է, որ ավելի կամ ուժային կառույցի աշխատող է, պետական աշխատող է կամ ավելի հզոր է, հա, հեղինակավոր մեկն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։